Ես համաշխարհային թույլտվություն ունեմ կամերան լենյան տալ։ Իմ նկարներն ես նկարում, չասեմ ավքի տարստեից։ Կամերայից չկպնես բավ։ Հետո է ժուրնալիստ եք, ուրեմն ամեն ինչ կարելի է ցեզ, հավաքեք, դա։ Դուք չեք որոշում, ներողություն մենք ուտենք։ Ես ձեզ Հավաքենյան ասում եմ միկրոֆոնը։ Չեք որոշում։ Չասկսա, բերեք օգնես, բերանս ասում ես դու չես որոշում, հավաքի ասում։ Դուք ինչի՞ եք մեր աշխատանքը խոչընդոտում։ Դու ես իմ աշխատանքը խոչընդոտում Ես չեմ խոչընդոտում։ Դու ես խոչընդոտում իմ։ Ես նախ դուքով խոսեք։ Էսի փակ Դուք հենց նոր մեր գույքը փչացել եք։ Օրաղացել պատասխանատվության եք ենթարկվել։ Դու պետք է թույլատվություն ես ստանաս, նկարես կամ Դուք ով եք, դուք այստեղ ինչ կամերա տենյան տար ասում է։ Չեմ տանելու։ Հավաքի տարենյան կամերա։ Վարկյան, հանգիստ կարող եք խոսեք, Ում հետ ծերը, չէ։ Այո, բա ինչ եք գոռում օպերատորի վրա։ Եթե դուք որևէ մտահոգություն չունեք, ինչի եք հիմա այստեղ գոռգռում։ Որտեղ ես թույլատվություն չեմ տվել որ նկարի։ Անջատի կամերա Դուք ով թույլտվություն ունեք, որ այստեղ կամերա մի թեքի վրա սարա։ Պետք է քրֆեն բարտադիր որ տեղ հասնի։ Տերմինաս ես կխնդրեմ ներկայացնեք իրավիճակը, որը ստեղծվել է։ Մենք ահազանգ ենք ստացել, որ մինչև եկեղեցու բակ հասնել է, այստեղ տնակներ են տեղակայված, որոնք նախ առաջին հերթին փչացնում են եկեղեցու տեսքը արտաքին, ինչպես նաև չթույլատրված հատվածներում են տնակները բերել եւ տեղակայել։ Այս ամենը սկսվեց 2019 թվականից սկզբից ավելի փոքր ինչ-որ մի բան էին սարքել առևտրի համար, հետո որոշեցին, որ չէ, պետք է տանիքով, դռներով, այսինքն կողբեքով, ամեն ինչով մի խոսքով սարքել։ Խաչքարերի մոտ մի այդպիսի բան կառուցեցին եւ մեր օրդորներին, որ ապամոնտաժեն, որ մի խոսքով սովորական ասենք սեղանի, գուցե դա էլի հասկանալի հավաքովի, հա, բայց այդպես շինարարություն չանեն, ոչ միայն չհնազանդվեցին, այլ նաև փորձեցին մեզ վարկաբեկել, դատի տալ նույնիսկ եւ այլն, ասելով, որ այս տարածքը իբրև թե մերը չէ եւ մենք իրավունք չունենք այստեղ որևէ բան հրամայելու կամ խնդրելու նույնիսկ։ Եվ հետ սա նոր է կառուցվել։ Այսա վերջին, ամենավերջին կառուցվածներից մեկն է, որը դադարեցվեց, քանի որ իրենք բազրիկները կտրել քանդել էին, երևում է արդեն այնտեղից են, որ նոր կցել են եւ չի էլ հասել, ուրիշ նյութ են դրել, հա։ Ընդ որում լրիվ չեն վերակառուցել, որովհետեւ այստեղ նաեւ թեք հենասյուն կար, որը պահում էր ամրությունը, իրենք դա կտրել են ու չեն մոնտաժել նորից։ Այս մեկը դադարեցվեց շինարարությունը, չգիտեմ ինչպես եղավ, որ ոստիկանությունը կարողացավ դա անել ու համարյա թե ապամոնտաժվել է, չնայած իրենց շինանյութը թափված է մեր տարածքում եւ չեն ուզում վերացնել, արդեն ամիսներ, ոչ թե մեկ օրի։ Հետո երկրորդը ասեն, քանի որ նա կառուցվել էր, երկրորդը կառուցվեց։ Այդ երկրորդին ինչ որ փորձեցին պետական ինչ որ մարմինների օժանդակությամբ քանդել տալ, բայց չկարողացան։ Չստացվեց, ինչ որ դատի բանի հարցեր եղան եւ պարզվեց, որ մի խոսքով իրենք կարող են պահել եւ առևտուր անել այդտեղ։ Եվ արդեն երկու հատ որ կար, բնական է հաջորդները հերթով սունկի նման սկսեցին աճել։ Ընդ որում խախտում էին տարածքի եւ ամբողջականությունը, եւ թեկությունները, ժայռեր էին կոտրում, հանում, քանդում, տեղանքի ամբողջ այդ կառուցվածքը փոխում, այսինքն իրենք էկոլոգիական նաև որոշակի այստեղ անկարգություններ էին թույլ տալիս իրենց, որը բնականաբար ամբողջ տեսարանն էր փոխում եւ
եւ տուրիստների համար, զբոսաշրջիկների եւ նաեւ տեղացիների համար այդ ամենը հաճելի չէ, մեղմ ասած հաճելի չէ։ Հիմա մայրաթորը ինչ որ ուզում է վճռական քայլեր կատարել այդ ամեն ինչը կարգի դերելով։ Այո, սրանց էլ է վերա։ Իհարկե, այստեղ հարթ տարածք չի եղել, այստեղ թեքություն է եղել շատ որոշակի, շատ բնական, հա, քանդել են, այստեղ տեսեք ցանցերով, բանով սարքել են ինչ որ, նույնը այստեղ, նույնիսկ սալատակ են արել, որ հաճախ մարդիկ իրենց տներում չունեն նույնիսկ այսպիսի բան։ Էմիս կողմում նույնիսկ սրճարան են կառուցել եւ ինչ-որ բաներ են թխում, եփում եւ այլն, վաշխում։ Եվ այդ շինարարությունները եւ նաեւ վաճառվող նյութերը, որ հաճախ բոլորովին ոչ պատշաճ են տարածքին, տեղանքին եւ այլն, հա։ Դուք ինքներդ տեսնում եք էլի երևում, հա։ Այդ ամեն ինչը իհարկե ինչ որ ներքին զայրույթ է առաջացնում, բայց իրենց համար դա ոչ մի բան չի նշանակում, միայն իրենք շատ փող աշխատեն, չգիտեմ, երբ պիտի այս հարցը լուծվի։ Ինձ թվում է անպայման պետք է տեղական ինքնակառավարման մարմիններն էլ խառնվեն, ոստիկանական համակարգն էլ ինչ որ իր աշխատանքը անի, դատախազությունը եւ ինչքան ես գիտեմ, վերջերս ազգային պարկը փոխում է իր կառուցվածքային վիճակը եւ էկո պահպանության ինչ որ վարչություն է դառնում, գուցե այդ վարչությունը նաեւ ինչ որ քայլեր կկատարի, որպեսզի այս ամենը հարիր լինի այս պատմական վայրի, այս սրբավայրի, Սևանավանքի ճանապարհի, այսինքն աստիճանների շրջակայքի համար։ Շինարարությունը իրականացնում է կոնկրետ որևէ կազմակերպություն, թե տարբեր անհատներ են, ովքեր մեկին հնարավորություն է եղել գալ այստեղ տնակ դնել եւ աշխատելու, մյուսն էլ տեսել եւ որոշել է, որ ինքն էլ պիտի անհատներ են, ընդ որում շինարարությունը իրենք հիմնականում կատարում են գիշերով, երբ որ արդեն մութը ընկնում է։ Ճիշտ է, աղմուկը լսվում է, բայց դե ասենք գալիս ես, ասում եմ ես ընդամենը անող եմ, սարքող եմ, չգիտեմ, երրակցում եմ կամ քանդում եմ կամ ինչ-որ պատ եմ շարում եւ այլն, ասում եմ դերը չգիտեմ էլ ով, անունն էլ չի ասում։ Է պարզ է, ոստիկանության համար դա 1 րոպեի գործ է պարզելը։ Ամենայն դեպս անհատներ են, որոնք ուզում են հեշտ փող աշխատելու ինչ-որ միջոցներ ստեղծել, անտեսելով իհարկե պետության շահերը, անտեսելով եկեղեցու շահերը, հասարակության եւ ինչու՞ չէ նաեւ էսթետիկական ամեն տեսակի նորմերին հակառակ գնալով։ Իսկ ինչ գործողություններ եք դուք իրականացրել իրավապահ մարմնին դիմել, ինչ արձագանք են տվել, ովքեր են տեղյակ ընդհանրապես այս խնդրից։ Տեղյակ է Սևանի ոստիկանության բաժինը, տեղյակ է ազգային պարկը, նաև համայնքապետարանը, Սևանի քաղաքապետարանը, այսինքն տեղյակ է նաև մարզի դատախազություն։ Այսինքն համարյա բոլոր այսպես իրավասու մարմինները տեղյակ են, այո։ Ինչքան ինձ հայտնի է, վերջում ամեն ինչ եկել հասել է քաղաքապետարանին, որ իրենք պետք է ինչ-որ վարչական ինչ-որ մի բան ձեռնարկեն։ Իրենք էլ հավանաբար համապատասխան փաստաթղթերի են սպասում, որ կարողանան ինչ-որ քայլեր կատարել եւ այդ քայլերը հաջողությամբ պսակվեն։ Իսկ որքան ժամանակ է, որ սկսվել են նմանօրինակ տնակների տեղադրումը այստեղ եկեղեցու արտաքին տեսքի փչացնել։ Սա ընդամենը 5-6 տարվա պատմություն է։ 19 թվականից այս կողմ է եղել այս ամեն ինչ։ Առաջ միջև այդ նման շինարարություններ չեն եղել, չեն եղել։ Եղել են շարժական ինչ-որ սեղանիկներ, որոնք փոքր այդպես առևտրի համար, ընդ որում հիմնականում, ասեմ ձեզ, նախկին այդ առևտրով զբաղվողները ավելի պատշաճ, ավելի խոնար, խոհեմ մարդիկ էին, որոնք իրենց ձեռքի աշխատանքներն էին վաճառում, ասենք գեղանկարիչներ օրինակ, ասենք կամ ինչ-որ ձեռքի փոքր բաներ, քանդակագործներ եւ այլն, բայց հիմա արդեն լրիվ ուրիշ է։ Հիմա գնում ինչ-որ տեղից ինչ-որ բաներ վերցնում են եւ ամենատարատեսակ բաներ ու վաճառում են այստեղ, չնայելով դա պատշաճ է, հարմար է, թե չէ։ Ցավալի է ամեն դեպքում։ Ասեմ, որ եւ զբոսաշրջիկների կողմից եւ իրենց առաջնորդողների գիդերի կողմից եւ նաեւ սովորական մեր քաղաքացիների կողմից էլ միշտ բողոքներ լինում են։
ամենանվազագույնը հենց այն, որ աստիճանների վրա արդեն խցանումներ են լինում, մարդիկ չեն կարողանում հանգիստ բարձրանալ։ Եվ բացի դրանից այս տեսքը, այս տեսարանը բավական տհաճ է իր ամբողջության մեջ։ Որ ասես հնարավոր չէ ներքևում առևտրան, այդպես չէ, որտեղ այնտեղ ինչպես տեսնում եք, բան կա, ավտոկանգար կա եւ բազմաթիվ այդպիսի հնարավորություններ ստեղծված են իրենց համար, փոքրիկ առևտրի կետեր եւ միատեսակ, մի օրինակ, մի բանով նախագծով կառուցված, բայց իրենք համարում են, որ այստեղ ավելի արդյունավետ է, այսինքն բոլոր եկեղեցի բարձրացողները իրենց կողքով են անցնում եւ մի խոսքով զուսպ շահույթ, անձնական շահ։ Իրենց հետ կոնկրետ վաճառողների հետ խոսել եք դուք անձամբ, իրենք ինչ են ասում։ Գիտեք, մի քիչ ծիծաղելի է, բայց ոմանք թշնամանում են, երբ որ նման հարցեր բարձրացնում եւ կան այդպիսիները, ոմանք արհամարում են, չեն էլ պատասխանում։ Ամենաշատը կարող է ինչ որ մի բանի ենթարկվեն, ասենք տհաճ երաժշտություն անջատեն, որ իրենց մոտ հնչում է, բայց ավելին չէ։ Այդ պահին անջատում են, բայց հաջորդ պահին Դե բնական է, ոնց որ ձիավորները։ Տեսակ, այո, տեսակ։ Եվ ինչպիսի պահվածք էլի, որ բոլորովին հարիր չէ այս սրբավայրի ճանապարհին։